Պարոն Նահապետյան, երկու հարց ունեմ նախ առաջինը, հայտնի է, որ Enterprise Armenia հիմնադրամի տնօրեն է նշանակվել, արտաքին գործերի նախարարի կինը, դուք այստեղ շահերի բախում չեք տեսնում, առավոտյան օրինակ ես դա հարցրեցի Արայիկ Հարությունյանին, նա ասաց, որ դա օբյեկտիվ ընտրություն է եղել, դուք ինչ եք կարծում, նորմալ է, երբ Բարսեղջյան Պաշտոնյայի կինը նշանակվում է հիմնադրամի տնօրեն, որտեղ ոսկով պետական միջոցներով է։ Կարծում եմ դա իմ տիրույթում պատասխանելու հարց չի, այդ հարցին կարող է պատասխանել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ, առերևույթ ձեր ասածի մեջ որևէ ես կոռուպցիոն ռիսկ եւ շահերի բախում չեմ տեսնում։ Լավ, երկրորդը վերաբերում է Սորվա Արայիկ Հարությունյանի մյուս հայտարարությանը, որ կրթվել է նորաձև միջոցառումը, ծրագիրը, որ իրականացնում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, նաև մասնակցում է վարչապետը, այսօր հայտարարեց, որ փաստորեն այդ միջոցառումը կատարվում է աշխատակազմի միջոցների հաշվին, արդյոք դուք այստեղ խնդիր չեք տեսնում, հաշվի առնելով, որ դա որպես կանոն, այսպես քարոզչական բնույթի միջոցառում է։ Պետական միջոցներով վարչապետն ու իր տիկինը զբաղվում են քարոզչական ծրագրով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում ձեր նկարագրածի մեջ, հրապարակվել է, որ պետական միջոցներով է կատարվել, այդ միջոցառումները դուք ինքներդ տեսնում եք, որ կատարվել են, կատարվում են։ Բայց դա ինչքանով է բխում մեր պետական շահերից, ինչ է նշանակում, ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Ես խնդրում եմ հատկապես որ Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն մասնակցում այդ եւ իրենք են, հա։ Ես ձեր հարցադրումներին պատասխանում եմ հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթների շրջանակում եւ չեմ կարող գործառույթների շրջանակից դուրս այլ մեկնաբանություններ կամ պատասխաններ հնչեցնել, եթե հարցադրումը վերաբերում է նրան, թե այդտեղ արդյոք կա կոռուպցիոն դրսևորումներ, ես պատասխանում եմ, որ առերևույթ ես ձեր ասացի նման կներեք իմ այս հարցին պատասխանեք։ Ես պատասխանեցի արդեն այդ հարցին։ Այսինքն դուք նորմալ եք համարում, որ պետական բյուջեի հաշվին հիմնադրամը անում է միջոցառում եւ դրա համար վճարում են հարկատուները, այդ թվում օրինակ նաեւ դուք։ Ես որևէ կոռուպցիոն դեպք ձեր նկարագրածում չեմ տեսնում։ Նորից նույն հարցին, եթե ձեր հարցը տարբեր ձևակերպումներով մի 100 անգամ էլ տակ, պատասխանը նույնն է լինելու։ Ես որևէ կոռուպցիոն ռիսկ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում առնվազն Տիկինն են, հա, գլխին կանգնած այդ ամենի դրա ուրիշ հարցադրումներ ունեք։ Պարոն Նահապետյան, քաղաքապետարանում տարբեր պաշտոնյաների հետ մշտապես կան մամուլի հրապարակումներ կոռուպցիոն գործարքների հետ կապված։ Արդյոք ձեր կառույցը հետամուտ է, օրինակ քաղաքապետարանում է մշտապես կոռուպցիոն դեպքեր բացահայտվում եւ ուղիղ ասում են թելերը տանում է դեպի Տիգրան Ավինյան։ Այս ամեն ինչը քննության առարկադառնում է։ Տիգրան Ավինյանը Ես ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեում քննության առարկա դեպքերը ոչ թե պայմանավորված են կոնկրետ սուբյեկտներով կամ որևէ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններով, այլ հանցանքի վերաբերյալ ստացված տվյալներով։ Եթե ունենում ենք որևէ տվյալ, որևէ տեղ կատարված հանցանքի վերաբերյալ, ապա անպայման այդ հանցանքով կատարվում են համապատասխան վարորդային գործողություններ։ Շատ է քաղաքապետարանում այդպիսի ձերբակալություններ եւ մենք տեսնում ենք այդ ամեն ինչը մի կառույցում, որի ղեկավարը Տիգրան Ավինյանն է, քաղաքապետը, այսինքն մտահոգություններ չկան եւ ուղիղ նրան թեկուզ կանչելու, հարցաքննելու, թելերը ասում են տանում են, բոլորն են դա ասում, որ այդ մարդը ղեկավարում է այդ կառույցը, ձեզ մոտ մտահոգություն չկա, ինչպես իր տիրույթում այդքան կոռուպցիոն դեպքեր։ Եթե որևէ վարույթով ձեր ասացի նման ունենանք տվյալներ, որ այդ հանցագործությունը կամ հանցագործությանը առնչվել է նաև այլ պաշտոնատար անձ, այդ թվում նաև քաղաքապետը, ապա անհրաժեշտության դեպքում անպայման կհարցաքննվի, որևէ խնդիր չեմ տեսնում։ Պարոն Նահապետյան, Անիֆի գործը ձեր մոտ է։ Անիֆի գործը քննվում է քննչական կոմիտեում, ոչ թե հակակոռուպցիոն կոմիտեում։ Այլ հարցեր կան։ Դուք կաշկանդված եք խոսելու Փաշինյանի կամ նրա ընտանիքի որևէ անդամի ենթադրյալ։ Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, որևէ կաշկանդվածություն չունեմ, որևէ կարտալ ունակություն ունեք, պատասխանեք։ Ես արդեն ձեր հարցադրումը հասկանում եմ, քանի որ սրանից առաջ էլ եւս 3 անգամ նույն հարցադրումը տվեցիք, ես պատասխանեցի, ես սրանից չեմ բարձրացնում։ Դուք դիտողն էլ պետք է, չէ՞, հարցը լսի, թե ինչի մասին։ Լսում եմ, ասեք։
Դուք արդյոք կաշկանդվածություն ունեք, երբ որ խոսում եք Նիկոլ Փաշինյանի, նրա ընտանիքի որևէ անդամի ենթադրյալ կոռուպցիոն չարաշահման մասին, թե ոչ օրինակ մտավախություն ունեք, որ կարող է մի երեկո դուք էլ WhatsApp-ով messenger բանը ստանաք, SMS ստանաք ազատվելու մասին։ Այսինքն նրա այդ կապված հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս, դա հաշվի առնում եք այնպիսի բան ասեմ, որ SMS չստանաք։ Որևէ կաշկանդվածություն չունեմ ձեր հարցի պատասխանը։ Եվ նաև ճիշտ հասկացանք, որ հարկատուների միջոցների հաշվին Իմ քայլը հիմնադրամի կողմից կազմակերպված կրթվելը նորաձև է շարժման այդ ծախսերը կոռուպցիոն որևէ ռիսկ չեք համարում։ Ես նորից եմ նույն հարցին պատասխանում, ձեր նկարագրածում կոռուպցիոն որևէ դրսևորում չեմ տեսնում ձեր նկարագրածում։ Իմ ասածը դա է։ Եթե այլ փաստեր ունեք, այդ փաստերը ներկայացրեք, մենք գնահատենք։ Պարոն Նահապետյան, չեք ուզում այդ հայտարարությունը հետքերով գնալ ուսումնասիրել եւ բարձել այդ պետ Գնանք որ ուղղությամբ։ Պաշտոնյաները պետական գումար չի համար են ծախսում։ Դրա արդյունավետությունը ինչպես, այսինքն ինչքան մարդ կրթվեց, հա, դա ինչպես է որոշելու, որտեղ դա նախընտրական քարոզչության օրինակ կարող է Ես ձեր հարցերին պատասխանեցի, եթե ունեք այլ տվյալներ, որոնք կվկայակոչեն կոռուպցիոն հանցանքի մասին, ներկայացրեք այդ տվյալների ստուգման ուղղությամբ անպայման միջոցներ կձեռնարկենք։ Կներեք, էլի, միայն այն, որ դա հասարակական պետության հետ առնչություն չունեցող կառույց է այդ հիմնադրամը եւ պատկանում է վարչապետի տիկնոջը եւ կառավարության աշխատակազմը ֆինանսավորում է այդ կրթվելը նորաձև է շարժումը։ Սա արդեն շահերի բախում չի ըստ ձեզ։ Շահերի բախումը դա կոռուպցիոն հանցանք չի համարվում։ Շահերի բախումով Ռիսկ չկա, կոռուպցիոն զբաղվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարող է այդ հարցը ուղղել հանձնաժողովի նախագահին։ Շնորհակալ